Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց հետո Իրանի եւ Հայաստանի միջև առևտուրը որոշ չափով տուժել է, սակայն էական բացասական ազդեցություն չի ունեցել։ Նրա խոսքով երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը շարունակվում է բնականon ընթացքով։ Սահմանը բաց է եւ տրանսպորտային միջոցները, այդ թվում ավտոբուսներն ու բեռնատարները, շարունակում են անցնել։ Շիրղոլամին նաեւ անդրադարձել է Արաքսգետի վրա երկրորդ կամրջի կառուցման ծրագրին, նշելով, որ այն կնպաստի տնտեսական կապերի խորացմանը։ 2026 թվականի մարտին Հայաստանում գնաճը կազմել է տարեկան 4.5%։ Այդ տարագացումը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի գների աճով։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հրապարակած վերլուծության մեջ։ Ակնկալում ենք, որ սպառողական գների աճը առաջիկա ամիսներին մոտ կլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նպատակային միջակայքի վերին սահմանին, նշում են Եվրասիական զարգացման բանկից։ Հայաստանը Վրաստանում արտադրվող դեղամիջոցների արտահանման հիմնական ուղղությունն է, $5.2 միլիոն շրջանառությամբ հաղորդում են վրացական կայքերը։ Այս ցուցանիշով Հայաստանին հաջորդում են Տաջիկստանը եւ Ադրբեջանը։ 2026-ի առաջին 3 ամիսներին Հայաստան է այցելել 453,138 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով այս ցուցանիշը 18.2%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը։ Աճը կազմում է ավելի քան 70,000 զբոսաշրջիկ։ Նախարարը նշել է, որ սա Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է առաջին եռամսյակի համար։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև համաձայնագիրը պետք է ապահովի նավթի անխոչնդոտ փոխադրումը։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ իր գնահատմամբ բանակցությունները վատ չեն ընթանում, սակայն հիշեցրել է, որ իրանական կողմի համար համաձայնագիր կնքելու ժամանակը սահմանափակ է եւ ժամկետի ավարտին Միացյալ Նահանգները կհարվածի Իրանում գտնվող կամուրջներին եւ էլեկտրակայաններին։ Սաուդյան Արաբիան մայիսին կտրուկ կբարձրացնի Ասիա մատակարարվող հիմնական նավթատեսակի Arab Light-ի գինը Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության ֆոնին։ Այն կթանկանա $17 մեկ բարելի դիմաց եւ կարժենա $19.5։ Սա ավելին է, քան Օման Դուբայի նավթի զամբյուղը։ Ապրիլին մատակարարումների պայմանագրերում նավթի գինը կազմում էր $2.5 մեկ բարելի դիմաց։ Սինգապուրը կտրամադրի մոտ $780 միլիոն աջակցության փաթեթ, որի մեջ մտնում են կանխիկ վճարումներ եւ վառելիքի վաուչերներ, Մերձավոր Արևելքի հակամարտության տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով։ Միջոցառումները ձեռնարկվել են Իրանի դեմ պատերազմի պատճառով էներգակիրների գների կտրուկ աճից հետո։ Հնարավոր է Եվրոպական կենտրոնական բանկը ստիպված լինի մի քանի անգամ բարձրացնել հիմնական տոկոսադրույքները, եթե Մերձավոր Արևելքում զինված հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը երկար տևի։ Տոկոսադրույքների առաջին բարձրացումը կարող է տեղի ունենալ այս ամիս։ Եվրագոտում գնաճը մարտին արագացել է, փետրվարի 1.9%-ից հասնելով 2.5%։ Ռուսաստան մուտք գործելը միգրանտների համար ավելի է խստացվում։ Վտանգավոր հիվանդություններով ախտորոշված միգրանտները անհապաղ կարտաքսվեն Ռուսաստանի Դաշնությունից։ Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, թե մշակվել է անհրաժեշտ օրենսդրության փաթեթ, ինչը թույլ կտա արագ որոշումներ կայացնել խնդրահարույց օտարերկրացիների Ռուսաստանում մնալու անցանկալիության վերաբերյալ։ Մենք պետք է հետաձգենք այս օրենքների ընդունումը։ Օտարերկրացու մոտ վտանգավոր հիվանդության արագ հայտնաբերմանը պետք է հաջորդի նրանց անհապաղ արտաքսումը երկրից։ Բոլոր միգրանտների համար կրճատվել են նաև բժշկական հետազոտություն անցնելու ժամկետները։ Ռուսաստան մուտք գործողները, եթե ցանկանում են այդ երկրում մնալ 90 օրից ավելի, ապա պետք է հասցնեն 30 օրվա ընթացքում բուժզննում անցնել։ Եթե միավ, ձիա, սիֆիլիսով հիվանդներ լինեն, նրանց մուտքը Ռուսաստան անժամկետ կսահմանափակվի։ Եվ նաև թմրանյութերի հայտնաբերման պարագայում անձի նկատմամբ կիրառվում է մուտքի արգելք անժամկետ։
12 ամիսը լրանալուց հետո անձը հաջորդ 30 օրվա ընթացքում պետք է կրկին բուժզննում անցնի։ Հատկապես Մոսկվայում այդ բուժզննումը բոլորը անցնում են Սախրովգյուում գտնվող բազմաֆունկցիոնալ կենտրոնում։ Հերթերը այնքան շատ են լինում, որ չեն հասցնում այդ 30-օրյա ժամկետում։ Ամեն անգամ, երբ իրենք փաստաթղթեր են թարմացնում, անգամ եթե բուժվել են եւ ունեն այդ փաստաթղթերը, պարբերական այդ թարմացումների արդյունքում, երբ որ դուրս է գալիս, որ երբևէ ունեցել են, ընկնում են վերահսկվող անձանց ռեեստրը։ Ու բավականին դժվար է լինում այդ process-ը, երբ որ նորից պետք է անձին հանել ռեեստրի։ Միգրացիոն ոլորտի մասնագետ ահազանգեր է ստացել Ռուսաստանում գտնվող հայ միգրանտներից։ Հատկապես ընտանիքներով Ռուսաստան մեկնողների երեխաների համար դժվար է դարձել դպրոց ընդունվելը։ Շատ երեխաներ չեն կարողանում հաղթահարել ռուսերենի քննության համար պարտադիր շեմը։ 90% է դրված շեմը, այսինքն իրենք պետք է տրված հարցերի 90%-ին ճիշտ պատասխանեն։ Այդ շեմը չեն կարողանում հաղթահարել, չգիտեմ 80-ին են ճիշտ պատասխանում կամ 70-ին, ու չեն անցնում։ Նախկինում միգրացիոն քարտը Ռուսաստան մեկնողների համար տրվում էր անժամկետ, հիմա 90-օրյա ժամկետով։ Ռուսաստան են մեկնում ավելի շատ աշխատանքային միգրանտներ, եւ եթե նրանք այդ երկրում 90 օրից ավելի մնալու ցանկություն ունեն, պարտավոր են կրկին շտամպ ունենալ միգրացիոն քարտի վրա։ ՌԴ տարածքում ոչ բոլոր միգրացիոն ծառայություններն են տեղյակ, որ շտամպ խփեն կամ, չգիտեմ, չեմ ուզում ասել դիտավորություն կա այդտեղ, բայց այդ շտամպը չեն խփում ու մարդիկ հիմա հայտնվում են վերահսկվող անձանց ռեեստրում կամ արտաքսման վտանգի տակ, որտեղ եթե այդ շտամպը չլինի երկարացման, նշանակում է իրենք անօրինական են այնտեղ, նույնիսկ եթե պայմանագիրը 1 տարով են կնքել ու ռեգիստրացիան էլ չեն կարող երկարացնել։ Ռուսաստանի Դաշնության Պետդուման քննարկում եւ նախատեսում է հունիսի 30-ից RUID համակարգում գրանցվել է դարձնել պարտադիր նաեւ բեռնափոխադրողների համար, որպեսզի նրանք կարողանան Ռուսաստանում տարվա մեջ մնալ ոչ թե 90, այլ 180 օր։ Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողը 72 ժամ առաջ իր բոլոր տվյալները պետք է ներբեռնի RUID համակարգում։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում թեժգից ծառայությամբ ստացվել է 2207 զանգ։ Դրանց մեծ մասը վերաբերել է աշխատանքային օրենսդրության վերահսկողությանը՝ 767 դեպք, 752 զանգ եղել է տեղեկատվական բնույթի։ Տեսչական մարմինը շարունակում է քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացնել վերահսկողական գործառույթներ։